Սուրբ Հոգին եկավ երկիր։ Եկավ իրեն սպասող առաքյալների և աշակերտների վրա։ Ամեն։ Կերկրում եմ, իրեն սպասող առաքյալների և աշակերտների վրա, որտեղ հավաքված էին մոտավորապես 120 հոգու չափ մարդիկ, Սուրբ Գիրքն այդպես է գրում, ասма մի հատ ձայն եկավ։ Ամեն։ Երբ որ Սուրբ Հոգին, ես այսօր խոսակում եմ ձայնի մասին, դրա համար Պենտեկոստեի օրվանից ձայնն եմ առանձնացրել։ Եվ այսօրվա պատգամի վերնագիրը կլինի ձայնը։ Ուղղակի ձայնը։ 5 տառը, ձ, ա, ය, ն, ը, ձայնը։ Ամեն։ Ես մի բան եմ լսել, իմը չի, դու գիտեք ինչ է իմը չի, ես սովոր չեմ ասել, իմն ես անպայման ասում եմ, որ իմը չի։ Մի սևամորդ քարոզիչ է ասել այս խոսքը տարիներ առաջ, իմ լսելով էլի, գիտեմ իրանից առաջ են ասել թե չէ, բայց ես իրան գիտեմ, որ ասել է։ Ասում է, ինչի համար Հիսուսը Լազարոսին անունով կանչեց։ Ասում է, եթե անունը չտար, սա մեռելները կգային։ Լսեցիր։ Ասում է, եթե անունով չասեր Լազարոս արի, կանչելը անուն չտար։ Ասում է, ինչքան մեռել կար Ադամից սկսած, մինչև այդ բոլորը կգային, որտեղ նրա ձայնինով կարա չհնազանդվի։ Եթե ընդհանուր է կանչում, ընդհանուր գալիս են, բայց երբ որ անվանական է կանչում, դրան ես այսօր Տեր Հիսուսով հռչակում եմ ստեղ, որ Աստված այսօր քեզ անվանական կանչի, ոչ թե նրա համար, որ ես ու դու մեռած ենք, այլ կանչի նրա համար, որ ասի դուրս արի քո իրադրություններից, ես քեզ ուրիշ տեղ եմ տանում, ես քեզ ուրիշ տեղ եմ դնում, ես քեզ կյանքով եմ լցնում։ Ես սա եմ հռչակում իմ ու քո, ես սրա կարիք ունեմ, ես նստած տեղ սա աղոթում էի։ Միգուցե դու չունես, բայց ես ունեմ։ Միգուցե քեզ թվա, որ դու չունես, նրա ձայնի կարիքը, որ քեզ կանչի, ասի, արի դուրս արի ես քեզ տանում եմ, արի կապանքներդ քանդել տամ, արի ես քեզ կյանքի եմ վերադարձնում, արի ես քեզ շնորհում եմ ապրել, արի ես քեզ դրանից հետո տանում եմ սեղան նստեցնեմ, ուրիշ պատգամ ա գնում արդեն, զգում եք, չէ՞։ Արի ես քեզ տանում եմ նստեցնեմ սեղան, դրանից հետո հաց կերամ, չէ՞։ Արի դու վկան ես այն բանի, որ մարդիկ քեզնով պիտի հավատան, որտեղ ասում է, բոլորը գալիս էին ոչ միայն էդի, այլ նաև տենային, որ Ղազարոսը ոնց է հարություն առել մեռած Ղազարոսը, Աստվածը, ես հավատում եմ այն Հիսուսին, որը 4 օրվա մեռելին հարություն է տալիս։ Ես պատահական բանի չեմ հավատում, ես լեգենդ Հիսուսին չեմ հավատում։ Ես չեմ հավատում այն մեկին, որ եղել է 2000 տարի առաջ, հիմա չկա։ Ես չեմ հավատում մեկին, ով որ ուղղակի բարի բաներ արել ու լավ բաներ է խոսացել։ Ես հավատում եմ այն մեկին, ով որ կարող է գերեզմաները բացի։ Ամեն։ Ես հավատում եմ այն մեկին, որի համար Սուրբ Գիրքն ասում է, նրա ձայնը շարժեց երկիրը, նրա ձայնը շարժեց երկինքը եւ նորից պիտի անի։ Ես այդ Հիսուսին եմ հավատում։ Ամեն։ Ես այդ Հիսուսին եմ հավատում, որ հզոր ու զորավոր բաներ էր անում, որ իր մոտ էին բերում անդամահատվածներ ու ինքը ձեռով հոտ էր տեղադրում մարդկանց։ Ես այդ Հիսուսին եմ հավատում։ Ես չեմ հավատում խեղճ, խելոք մի հատ Հիսուսի, որ ուղղակի լավ բաներ խոսած, բռնեցին, խաչեցին, խեղճությունից ձեն չանեց, մեռավ, հարություն առավ, գնաց ու պրծավ։ Ես այդպես Հիսուսի չեմ հավատում, ես հավատում եմ կենդանի Հիսուս Քրիստոսին, որի ձայնը այսօր կարող է նորից շարժել։ Ամեն։ Կրկնում եմ, այդ եղբոր ասածը, ասում է բոլոր հետաքրքիր է, չէ՞ բայց։ Ասում է բոլոր մեռելները կգային, եթե նա անվանական չկանչեր Ղազարոսին։ Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է ժամանակ կգա եւ բոլոր մեռելները կլսեն նրա ձայնը գերեզմաների մեջից ու մի զարմացեք սիրելիներ, միգուցե շատ բաներ մեր խելքին չի հասնում, բայց մենք գործ ունենք ամենակարող Աստծո թագավորների թագավորի հետ։ Մենք գործ ունենք այն Հիսուսի հետ, որ քայլում էր, անապատը սկսում էր ծաղկել։ Մենք գործ ունենք այն Հիսուսի հետ, որտեղ որ գնում էր, կյանքը սկսում էր ապրել։ Մենք գործ ունենք այն Հիսուսի հետ, որտեղով քայլում էր, կանաչություն էր ելնում։ Մենք գործ ունենք այն Հիսուսի հետ, որտեղով անցնում էր, դևերն ու դժոխքը խառնվում էին իրար։ Մենք այդ Հիսուսի հետ գործ ունենք։ Մենք շատ ժամանակ
մենք մի հատ բարի պապիկ։ Նստած միտեղ սպասում է երբ եմ ես աղերսագին խեղճ մի բան խնդրելու ինքն էլ ասի քան ասես մի բան գցեք թող է դա։ Նա այդպեսին չի։ Նա ավելի առույգ է քան ես ու դու։ Նա ավելի հավեսով է քան ես ու դու։ Նա ավելի է ուզում քեզ օրհնել, քան ինքդ քո համար ես ցանկանում։ Նա ավելի է ուզում քեզ բժշկել, քան ինքդ դու ես ուզում որ քո ցավերը հեռանան։ Նա ամեն բանն է, ամեն բանի մեջ իրան մեկ բառով ասում են Հիսուս Քրիստոս։ Ամեն նա ցավը արել իրան։ Նա աղբուր է։ Այսօր սուրբ Ամեն այսօր սուրբ հոգու օրն է։ Եկեք տոնենք հետի, եկեք ծափ տանք, եկեք ծիծաղանք, եկեք ձայն հանենք, եկեք ուրախանանք, ասենք շնորհակալ եմ Տեր, որ քո նման մեկին երկիր ուղարկեցիր, որը բնակվում է իմ մեջ հիմա, որը ստեղ է այստեղ։ Գիտեք, Նոյը մի հատ աղավնի արձակեց, այդ աղավնին երկրի վրա ոչ մեկի վրա չի չավ, 4000 տարի օդի մեջ պտտվում էր, միջև եկավ Հիսուսի մկրտության նոր իջավ իրա վրա։ Դա այդ նույն հասկանում եք ինչ եմ ասում, դա այդ նույն դա Սուրբ Հոգի, դա այդ նույն աղավնին է, որովհետև մենակ Հիսուսի վրա կա Հայր Աստծո ամբողջ հաճությունը։ Աստծո հաճությունը քո վրա է, բայց գիտես ինչի, որտև Հիսուսը քո մեջ է։ Քո արժանիքից չի, նրա արժանիքից է։ Դուք պատկերացնում եք, մեկին չի գտել 4000 տարի, որ իջնի իր ուսին։ Անցել է 4000 տարի եւ եկել է իջել է Հիսուսի վրա։ Եվ դրանից հետո սկսավ իջնել միլիարդավորների վրա, որտև Հիսուս է կա երկիր։ Որտև Հիսուսի պատճառով է կատարվում ամեն բան։ Ամեն։ Այսօր Սուրբ Հոգու տոնն է։ Ես թույլ տվեք ասել իր ծննդյան օրն է, ինքը հավիտենական գոյ է, բայց ուրիշ բառ չեմ գտնում ասելու, իր ծնունդն է։ Ամերիկայում շան ծնունդը այնց են նշում, որ ես ու դուք կարող չկարենանք նշել այդպես մեր ծնունդը։ Շան, իրանց տան շան ծնունդը։ Շունը այնպես նվերներ է ստանում, որ ես ու դուք կարող չենք ստանում այդպես նվերներ մեր ծնունդի։ Այսօր էլ մեր Տիրոջ տոնն է, Սուրբ, հասկանում եք ինչ եմ ասում։ Սուրբ Հոգու տոնն է այսօր։ Ինքը երկիր է եկել, դրա համար կոչվում է Պենտեկոստե։ Ուզում եմ մի 2 րոպե ներկայացնել ինչ է Պենտեկոստեն, հետո անպայման քարոզելի է։ Հաղորդություն ենք ունենալու, խնդրում եմ որ չգնաս, մնաս։ Ասելու բաներ կա։ Ամեն։ Պենտեկոստե բառը հունարեն Պենտա բառից է, որը նշանակում է 50, 50-րդ։ Անգամ հայերեն բառարանում դա կա։ Հայերեն մի թարգմանության մեջ բառարանում գրած է 50։ Ես հասկացա, որ դա անգամ բան ունի, հոգնակի թիվ ունի։ Ինքը, Պենտեկոստե, 50։ Ինչի 50, որտեղ Հիսուսի հարությունից 50 հետո 50-րդ օրը Սուրբ Հոգին եկավ երկիր, առաքյալների ու աշակերտների վրա սիրելիներ։ Հարությունից 40 օր հետո Հիսուսը համբարձվավ, 10 օր հետո Սուրբ Հոգին եկավ, 40 + 10 = 50, 50-րդ օրը։ Դրա համար մենք կոչում ենք Պենտեկոստյան եկեղեցիներ։ Այն եկեղեցիները, որտեղ լեզուներով աղոթում են, մարդիկ մկրտվում են Սուրբ Հոգով, այդ եկեղեցիները կոչվում են Պենտեկոստյան եկեղեցիներ։ Ամեն։ 5 տակարանում Պենտեկոստեի տոնը նշվում էր այլ կերպ։ Ուրիշ խորհուրդ էր, որը պիտի գար, որ պիտի լիներ։ Ոնց էր որոշվում 50-ը հին ուխտում։ Թվոց այդպիսի գիրք կա։ 23-րդ գլխում Աստված պատվիրել էր հունցքի տոնի մասին ինչ-որ պատվերներ։ Եվ քանի որ Պենտեկոստեն ինքը նշանակում է նաև հունցք, Պենտեկոստալ, այսինքն հունցք, որ Սուրբ Հոգին իր հունցքն է արել երկրի վրա, առաջին անգամ առաքյալների վրա իջնելով։ Ամեն։ Հասկացաք հիմա։ Ինչ էր դա։ Ասում է հին ուխտում գոյություն ուներ շաբաթների տոն։ Մի հատ ասա շաբաթների տոն։ Աստված պատվիրել էր, ասել էր 7 շաբաթ սպասես, 7 անգամ 7։ Եվ հաջորդ օրը + 1 դու ասա։ Լավ 50։
հետո հաջորդ օրը քո մանգաղ գիտեք ինչ, այն որ խոտ են խաղում։ Քո մանգաղը այսօրվա այն դրվիկները, որ խոտ են խաղում։ Քո մանգաղը կպցնես հունցքի։ Սա Պենտեկոստե էր։ 50-րդ օրը։ Սա սիմվոլն է, որը պիտի լիներ Գործք առաքելոց 2-րդ գլխում։ Եվ Աստված իր խոստացած տոնը 5 տակարանի իրագործեց անմիջապես իր հարությունից 50 օր հետո կամ իր համբարձումից 10-րդ օրը։ Ամեն իրագործեց ու ասեց, սրանից հետո բացատրում եմ, այսպես է լինելու։ Ամեն, ես շաբաթների տոնը ապրած մարդ եմ, միա ձայն անիր, ասա։ Ես Պենտեկոստե ապրած մարդ եմ, Սուրբ Հոգին եկել այդ է, դա իմ մեջ է բնակվում։ Ես 50 օրվա մարդ եմ, ամեն, 50-րդ օրվա մարդ եմ ես, որտեղ Սուրբ Հոգին իմ մեջ ապրում է։ Եվ Սուրբ Հոգու այդ գալու օրը 4 բան է գրում, դրանց մասին չեմ խոսալու, բայց խոսալու եմ մեկ առանձնացված բանի մասին, ուղղակի որ կոչվում է ձայն։ Ես Սուրբ գրքում չեմ հանդիպել։ Եթե հանդիպել ես, ինձ վերջում կասես, կամ էլ հիմա իրավունք կտամ ասես։ Չեմ հանդիպել մի հատ երևույթի կամ առօրյական կյանքում մեր, որ Սուրբ Հոգին կապնի մարդու, լցնի մարդու, մարդը վայելի Սուրբ Հոգում, ու դրանից հետո ինքը նույնը մնա։ Եթե կա Սուրբ գրքում նման բան, նայեք Սուրբ գրքին, ինչքան, քանի անգամ Սուրբ Հոգին եկել է, քանի անգամ լեցվել են, քանի անգամ Հիսուսը կապել է մարդկանց, այդ մարդիկ այլևս դույնը չեն եղել դրանից հետո։ Ամեն, ով է ուզում սա, ես ուզում եմ։ Գիտեք, ես չեմ ուզում դա միայն այն պատճառով, որ ես ձեզնից վատն եմ։ Ես ուզում եմ դա այն պատճառով, որտեղ այն ինչ որ ունենք, չի հերիքում, ավելին ենք ուզում, դրա մասին եմ խոսում, ամեն, բայց եթե ես ու դու սա չենք զգում, որ մենք ավելի կարիք ունենք նրան Սուրբ Հոգուն, որ պիտի լցնի մեզ, այդ ձայնը, ես խնդրել եմ, որ ձայն գա իմ ու քո կյանքի մեջ, ես խնդրել եմ, որ ձայն գա եկեղեցում, որ Սուրբ Հոգու ձայնը լցնի ու Սուրբ Հոգու ձայնը շարժի իմ ու քո ապահով թվացյալ բաները։ Ամեն, գիտեք մի հատ պատմություն կա, չեմ ասում չգիտեք, բայց պատմեմ։ Երկրորդ օրինաց 32-րդ գլխում մի պատմություն կա, Աստված խոսում է հավատացյալների հետ, այսօրվա կամ այն ժամանակվա Իսրայելի հետ եւ մի հատ օրինակ է բերում արծիվի վրա։ Ասում է, ինչպես որ արծիվը իր բույնը քրքրում է, քանդում է, որ իր ձագերը թռնեն։ Գիտեք, եթե առաջի հայացքից նայես, կասես, ես ինչ վատ մամա է։ Չէ՞։ Ոնց է ձագերի բունը քանդում։ Աստված է ասում Սուրբ գրքում։ Երկրորդ օրինաց այդպիսի գիրք կա, 32-րդ գլուխ։ Որ առաջի հայացքից նայես, կասես, ես ինչ ես անում Տերն հետ։ Դու խիստ պապա ես։ Դու ոնց ես իմ հարմարավետ, իմ բունը, իմ սովորած առօրյան ու կյանքը քանդում, ես սովոր եմ դրան, ես սովոր եմ լավ ապրելու, ես սովոր եմ, որ ինձ չասեն, ես սովոր եմ, որ ամեն ինչ պետք է իմ համար օքեյ լինի, չգիտեմ ինչ է, Տեր, ես ինչ ես անում իմ կյանքի հետ։ Բայց ասում է արծիվը քրքրում է իրավ, ինչպես արծիվը, ինչպես բառը նշանակում է, որ ինչպես արծիվն է անում, այդպես էլ հայրն է անում, Աստված է անում, հասկացաք, ասում է բույնը քանդում է, որ իր այն չթռնող ձագերը, որ նոր են արդեն եկել է իրանց ինքնուրույն թռնելու ժամանակը եւ ինքնուրույն որսանելու եւ կեր հայթայթելու ժամանակը, ասում է բույնը քրքրում քանդում է, որ տենաս ասես կարող է մաման գժվել է։ Բայց նպատակ ուրիշ բան է։ Նպատակն է, որ ձագերը ինքնուրույն սկսեն թռնել, որտեղ ինչքան իրանց թողես այդտեղ, իրանք չեն թռնելու, ինչքան իրանց թողես բնի մեջ ու բերես իրանց կերակուրտ տաս, իրանք չեն թռնելու, դա իրանց համար բարձր կամֆորտ է։ Ամեն, բայց քանդում է, Աստված Սուրբ Հոգին շատ ժամանակ մեր հետ անում է նույն բանը, մեր հասկացողությունները քանդում է, մեր սովորած մեխանիկան քանդում է, մենք ոնց ենք սովոր ապրելու, ոնց ենք սովոր մի բան մեր սրտով, մեր ձևով անելու, Սուրբ Հոգին ուզում է քանդի դա, եթե համաձայն ես առաջի հայացքից ցավոտ է լինելու, առաջի հայացքից վախ ու տագնապ ես ապրելու, ես ինչ անում, ես ընկներու եմ, բայց երբ որ հասկանում ես Սուրբ Հոգու նպատակը,
որ քեզ ավելի բարձր, ավելի մեծ, ավելի ինքնուրույն դարձնելու համար, գիտեք ինչպես եմ ես բնութագրում, պատկերացրեք ոնց որ մի հատ ընտանիք արծիվն ու իր ասենք թե 5 ձագերը, 6 հոգանոց ընտանիք, պապանը 7, լավ, պապա էլ թողնի, 7 հոգանոց ընտանիք, չէ՞, պատկերացրեք ինչ 2 հոգի աշխատեն այդ ընտանիքում, ինչ 7 հոգի աշխատեն, հասկանում եք, օգուտի, օրհնության տարբերությունը, հեշտության տարբերություն, հիմա մի ընտանիքում մի հոգի աշխատի սաղին պայի, թե 5 հոգիներ աշխատեն ու ինչ-որ բան բերեն այդ տունը, որն ավելի լավ, սա նույն է եկեղեցու առումով, հիմա եկեղեցում 10 հոգի աշխատեն 150-ի համար, թե 150-ն են ուզենան աշխատեն, հոգևոր եմ ասում, որն ավելի հեշտ կլինի, և Աստված դայժմ ասում հերիքա, հիմա դու պիտի սկսես անել քո ու ուրիշների համար, ամեն, կրկնում եմ, ես սա խնդրել եմ Տիրոջից, բայց սկզբից ցավոտ է լինելու, եթե չուզենաս, չի անի, Առակաց 29-19 մի հատ խոսք կա, էլ են չեմ կցես, մարդ չի, ասմա խոսքերով չի խրատվի այն ծառան, որ հասկանում է, բայց չի պատասխանում, ես կմեկնաբանեմ, չեմ թողի մնա, մեկ ուրիշ թարգմանության մեջ այսպես է գրում, ասմա խոսքերով չի խրատվի այն ծառան, այսքան դու ինչքան ուզում ես իրան խոսքեր ասա, լավ բաներ ասա, ուզենաս խրատես կամ փոխես, ասմա նա չի խրատվելու, որովհետև ասմա նա հասկանում է, մի թարգմանության մեջ ըմբռնում է, ինչ ես անգիր գիտի ինչ ես ասում, բայց չի պատասխանում, պատասխան տալը այն չի, որ հեսատես քեզ ինչ է, պատասխան տալը բնագրում ընդառաջ գալն է, այսինքն նա ըմբռնում է դու ինչ ես ասում, բայց հասկանում է ամեն ինչ գիտի դու ինչ ես ասում, բայց արձագանք չկա, քո ասածին պատասխան չի տալիս, ընդառաջ չի գալիս, չի ասում, հա, հեսա եկա, ու Սուրբիցն ասում է, նա երբեք այլևս խոսքով չի խրատվի, չի կարող խրատվի, որտեղ դու իրան խոսք ես ասում, դու ինչ ասում ես ինքը գիտի, դու ասում ես Արսեն ջան, եսի սենց մի արա, Արսենն էլ գիտի, որ ինքը տես մի չանի, ասում է նրան այլևս ոչ մի խոսք չի կարող խրատի, որտեղ նա լավ հասկանում է, ըմբռնում է, բայց երբեք խրատին ընդառաջ չի գալիս, ասի լավ, ընդառաջ գնա Մովսեսի սենց անը, պատասխան չունի իր մեջ այն բանին, որ իրան խրատում է, չի արձագանքում, արձագանք չի տալիս իր մեջ, բայց գիտի, ամեն ինչ գիտի, հասկանում է, բայց զրոյ է իր համար, հասկանում ենք իրար, Սուրբ Հոգու գալու մեջը ձայն կա սիրելիներ, ես աղաչել եմ, որ իրա ձայնը հնչի, իմ ներսում, քո ներսում և ամբողջ եկեղեցու ներսում, որտեղ նրա ձայնը շարժելու հատկություն ունի, ասմա քամու ձայնի պես, չգիտեմ լավ ձայն անեցի քամու թե չէ, բայց քամու ձայնի նման ասմա ինքը եկավ, Նիկոդեմոսի հետ զրույցում Հիսուսն ասեց, քամին փչումա չգիտես որտից եկավ որ գնաց, չի բացատրվում դա, չի մեկնաբանվում, ինչպես ոնց, բայց ձայնը ապացույց է, որ նա ներկա է, ամեն, Աստծո ձայնը կարա ապացուցի հիմա, որ նա ներկա է, մեր հավատքն էլ ապացուցում է, որ նա ներկա է այստեղ, և նրա ձայնը կա փառաբանության միջոցով, նրա ձայնը կա աղոթքի միջոցով, նրա ձայնը կա քարոզի միջոցով, նրա ձայնը կա քո միջոցով, բայց ես ավելի մեծ ու ուրիշ ձայն եմ փափագում, որ հնչի երկնքից իմ համար, քո համար, եկեղեցու համար, մեր ընտանիքների համար, այն բաների համար, որի համար մենք տարիներով աղոթում ենք, որ նրա ձայնը հնչի, մի հատ ասա նրա ձայնը, նրա ձայնը սիրելիներ, Հովհաննես 10:27 Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են և ես ճանաչում եմ նրանց և իմ ետևից գալիս են։ Ես հակված եմ գառ ասելու, որպեսզի ավելի կոռեկտ արտահայտեմ, բայց Տեր Հիսուսը ոչխար ասել։ Իմ ոչխարները, իմ կամ իմ գառները, իմ ձայնը լսում են։ Նայեք, այս մի խոսքի մեջ Հիսուսը 3 անգամ ասել է իմ։ 3 անգամ ասել է իմ։ Սա բացարձակ սեփականություն է։ Ասում է իմ գառները, այսինքն նրանք իմն
են, սեփական են, իմ ձայնն են լսում եւ իմ ետևից են գալիս։ Ամեն։ Իմանայք, ինչ է տեղի ունենում այդ ժամանակվա փարախների, ոչխարների գոմերի մեջ։ Մի գոմում կային շատ տարբեր հոտերի գառներ, տարբեր, կարող է 10-15 տարբեր մարդկանց գառներ լինեին նույն փարախի մեջ։ Եվ ամեն հովիվ, չոբան հովիվ, որ արածում էր այդ գառների տաններ արածացնելու, ամեն ժամի, ամեն մարդ իր ժամն ուներ, գալիս էին այդ փարախի մոտ և ամեն հովիվ իր յուրատեսակ ձայն ուներ հանելու իր ոչխարների կանչելու համար։ Եվ գիտեք հետաքրքիրը որն էր, ոչ մի գառ չեր էթում այն ուրիշի կանչածի հետևից, իրանց հովիվի ձայնը անգիր ճանաչում էին, հենց ինք օրինակ չգիտեմ ինչ, մի հատ երկար դուլուլուլուլուլու քշում են, երեխավախ դպրոցում երգում էին, չէ, ասում ոչ մեկը չի խառնում այդ ձայնը, ոչ մի գառ չի խառնել այդ ձայնը և գնացել իր հետև, որտեղ բոլորը ճանաչում էին, սա իր հովիվը չի, սա օտար հովիվ է։ Ինքը չպիտի գնա այդ օտար հովիվի հետևից, պիտի գնա այն հովիվի հետևից, որը իրիկունը բերել է իրան, տարել է ներս, լավ արոտից բերել է, առավոտ նորից գալու է, բացի ու իրան տանի արոտի, և գնում էին, և լավագույն հովիվը, Հիսուսն ասում է, բարի հովիվը ես եմ։ Եթե ինքն է բարի հովիվը, ուրեմն կա չար հովիվ։ Ամեն, այսինքն կան հովիվներ, միգուցե ըստ այդ խոսքի, ովքեր խաբում են, հասկանում եք, ես հարկված չեմ հովիվ ասելու այդպիսի մարդկանց, բայց նրանք փաստացի դա անում են։ Ամեն, ասում իմ ձայնը ճանաչում է։ Եվ գիտեք ստեղ ինձ ինչն է գրավում։ Ոնց է ձայնը լսելուց ու ճանաչելուց հետո անմիջապես դառնում գործողություն, դերնում ու գնում։ Ճիշտ եմ ասում։ Հենց որ լսում են, ճանաչում են, հենց ճանաչում են, հելուն գնում են իր հետևից։ Ուրիշ ոչ մեկի, ուրիշ ոչ մի բանի հետևից իրենիներ, Հիսուսի հետևից, նրանց կանչող հովիվի հետևից։ Հանդիպել ես մարդկանց, որ ասում են, ես միշտ եմ լսում նրա ձայնը։ Նա միշտ ինձ հետ է։ Նրա ներկայությունը միշտ կա, ես վայելում եմ։ Ես ճանաչում եմ իրան, բայց տենում ես, որ ինքը դրա հետևից չի։ Ինքը իրան խաբում է։ Ինքը իրան խաբում է, որ ինքը ճանաչում է։ Հիսուսն ասում է, բացատրում եմ այս խոսքը։ Հիսուսը առաջարկ չի անում, խնդրում եմ, եկեք սա խորությամբ հասկանանք։ Հիսուսը առաջարկ չի անում։ Հիսուսը պատմություն չի պատմում։ Հիսուսը 100%-անոց հայտարարություն է անում։ Բացատրում եմ, հնարավոր չի դու լինես իմ գառը, լսես իմ ձայնը, ճանաչես իմ ձայնը և չգաս իմ հետևից։ Դու չես կարող առաջի 3-ը անես, վերջի 4-րդը չանես, անունը դնելով ուրիշ բան։ Չես կարող ուղղակի, այս 4-ը իրար հետ են։ Իմ ոչխարները, իմ ձայնը լսում են և գալիս են իմ հետևից։ Անհնար է, ստից մի բան անես, մնացածը դառնում է սուտ։ Այս 4-ից մի բան խնդրում եմ, հասկա մի հատ գլխով արա։ Այս 4-ից մի բան անես, այս 4-ից որ ասեցի, մնացածը դառնում է փուչիկ։ Սուտ է։ Կրկնում եմ, եթե դու լսում ես իր ձայնը, դու ճանաչում ես իր ձայնը, դու գիտես, որ քո հովիվն է, Տերն է քեզ կանչում, անհնար է, որ դու իր հետևից գնաս։ Ինչ է նշանակում գնալ Հիսուսի հետևից։ Ինչքան պարզ է, չէ՞։ Մատթեոս ավետարան։ Եթե մեկը հորը կամ մորը երեխուն, կնոջը, ամուսնուն, քույրերին, եղբայրներին կամ իր անձը ինձնից ավելի սիրի, չի կարա իմ աշակերտը լինի կամ իմ հետևից գա։ Ինչն է խանգարում մարդ արարածին, որ մարդը չգնա Հիսուսի հետևից։
Նա ունի ավելի սիրելի բաներ եւ ավելի կարևոր բաներ։ Արսեն ջան, ուզում ես հելի երկինք, ուզում ես ընդից քեզի տփիցած, ուզում ես աղաղակի, ուզում ես լացի, ուզում ես մի միլիոնատ պատճառ դեր։ Աստծո խոսքը անփոփոխ է։ Եթե դու Արսենի վրա եմ ասում, դու քեզ ասա, չես գնում Հիսուսի հետևից, որը քեզ ձայնով կանչել է, ու ասել է, արի ես այս տալիս եմ քեզ, դու պիտի սա կատարես։ 100%-ով իմացիր, դու ավելի սիրելի ու նախընտրելի բաներ ունես, քան Հիսուսն է։ Աստվածաշնչում կանչողն ու ձայնը ասոցացված են իրար հետ։ Լսավ ինչ եմ ասում։ Եթե դու ես կանչում, քո ձայնը չեն լսում, ուրեմն քեզ չեն լսում։ Որտեղ ձայնն ու անձը կանչողը իրար հետ, հասկանալ եմ ասում, իրար հետ ասոցացված են, սիրելիներ։ Հնարավոր չի ուղղակի հնարավոր չի դա։ Որ դու լսես, ճանաչես եւ չգնաս նրա ետևից։ Խաբկանք է, հիշի, սատանան խաբում է։ Ամեն, ես ուզում եմ այս 3 իմերը իմ կյանքում լինի։ Ես ուզում եմ ավելի աճեմ այս 3 իմերի մեջ, իմ ոչխարները, իմ ձայնը եւ իմ ետևից։ Մեզ ճանաչել է պետք։ Մենք կարող է շատ ձայներ լսենք, բայց մենք կարիք չունենք դրանց ետևից գնալու։ Առակացի մեջ ասում է հրապարակում աղաղակում եմ, համ շնացող կինը, համ էլ իմաստությունը։ Երկուսն էլ աղաղակում եմ, ում ձայն եմ ես լսում եւ ում ձայնի ետևից եմ գնում։ Մեկը դիվայինն է, մեկը աստվածային է, իմաստությունը Հիսուսն է, շնացող կինը աշխարհն է, աշխարհիկությունը դժոխքն է, ում ձայն եմ ես լսում եւ ում ետևից եմ գնում։ Դու չես կարող աղոթես ասես Հիսուսի անունով հրամայում եմ քեզ սատանա, որ ինձի չկանչես, ինձի չգայթակղես։ Հիսուսն ասել է անհնար է, մի հատ ասա իմ հետ, որ գայթակղություններ չկան։ Ինչքան ուզում ես աղոթի։ Հիսուսն ասել անհնար է, որ գայթակղություններ չկան։ Միշտ գալու են, բայց դու կարաս չգայթակղվես։ Հայտնության մեջ, լսում ես ինձ։ Հայտնության մեջ մի հատ խոսք կա, որ եկեղեցու մասին խոսում է, եթե չեմ սխալվում Եփեսոսի, եթե սխալվում եմ ոչ։ Եփեսոսի եկեղեցու մասին, ասում է, որ իրանց առաջ Բաղամից է խոսում, հետո խոսում է Նիկողայոսյաններից։ Ասում է, իրանց առաջ Սատանան իրանց ասեց, որ իրանց առաջ, Իսրայելի առաջ, այսօրվա հավատացյալների առաջ, գայթակղություն դիր։ Ոչ մի ձև չեն կարում, թազա բան է հնարում, ասում է օրինակ, ասում է գայթակղություն դիր, հրապուրանք դիր իրանց առաջ, իրանք սիրում են էդի, հրապուրանք դիր, օրինակ, շնությունով հրապուրիր, գրած է այդպես, բացադրած է, օտար կերակուրով, կուրքի ուտելիքով հրապուրիր, արգելած բաներով հրապուրիր, որ իրար դրամոր ասում է, քո մեջ Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունես։ Այսինքն մարդիկ գայթակղվում են, հրապուրվում են այն բաներով, որ սատանան դնում է հավատացյալների առաջ եւ գնում են դրա պարտադիր չի, եկեք ուշադիր հասկանանք, հրապուրանքն այն չի, որ դրա մեջ կարա մենակ մեղք լինի։ Լսում ես ինձ։ Հրապուրանքը մենակ այն չի, որ անպայման մեջը մեղք լինի։ Հրապուրանք կարա լինի քո սիրած ինչ-որ մի բան, որի մեջ մեղք չկա, բայց ինքը վտանգավոր է, որտեղ դու դրա ետևից ես լինում եւ դա քեզ կտրում է Աստծուց։ Ամեն։ Օրինակ ասենք հրապուրվես օրը 5 ժամ նարդի խաղաս, օրինակ։ Հիմա այդ մտքից է։ Ասենք օրինակ։ Սա անաստվածային հրապուրանք է։ Ոնց կարաս որ 5 ժամ դնես միտեղ։ Հասարակ օրինակ եմ ասում։ Հրապուրվենք տարբեր բաներով, կարող է մեկի հետ 2 ժամ կոֆե խմենք, բայց 10 րոպե չխաղոթենք։ Մեկի հետ 2 ժամ կոֆե խմենք, բայց գիրք չկարդանք։ Սրանք հրապուրանքներ են, որ աննկատ ձևով, դու քանի որ դու ֆիքսված ես միայն մեղքա թե մեղքչի վրա, դու դեռ մեղք չես տենում, խիղճդ ազատվում է ըստ քեզ, ու դու հանգիստ դրա մեջ կաս։ Բայց դա աճեցնում է քեզ, դա փոխում է քո կյանքը, դա օրհնում է քեզ, ոչ դա կտրում է քեզ։ Դա քո օրհնությունը կտրում է, դա քո
օգնությունը հեռացնում է քեզանից։ Դու չպիտի նայես, տեսի մեղքա թե չէ։ Մենք իրավունք չունենք այսքան տարվա հավատացյալ լինելով, մենակ նայենք մեղքա թե մեղք չի։ Մենք պիտի նայենք օգուտա թե օգուտ չի։ Իմաստունա թե իմաստուն չի, օրհնաբերա թե օրհնաբեր չի, շինաբերա թե շինաբեր չի, ինչ եմ անում ես, ամեն։ Հասկանում ենք իրար։ Գործք առաքելոց 7:51։ Շատ ուժեղ խոսք է։ Այսի մի օր դեմ եմ տվել Սուրբ Հոգուն չընդունողներին։ Նրանք ովքեր ասում են Սուրբ Հոգին ուժը բացի, ինքը չկա այնքան որ է, ինքը Աստված չի այնքան որ է։ Նայեք ինչ սա Ստեփանոսի քարոզից մի հատ հատված է։ Բայց այսօր մեր համար կարևոր է, ու իրանց ուրիշ բանի համար եմ ասում, մեզ ուրիշ բանի համար եմ ասում։ Ասում են խստապարանոցներ եւ սրտորով եւ ականջներով չթլպատվածներ։ Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք, ինչպես ձեր հայրերը, այդպես էլ դուք։ Տեսա՞ք ինչ ասեց Ստեփանոսը։ Հրեաներին ասում է, ձեր պապաները անապատից է քարոզը։ Ձեր հայրերը անապատում։ Սուրբ Հոգուն հակառակում են, այսինքն անապատում։ Այն Աստված, այն ժամանակ, որ իրանց առաջնորդում էր հանել էր, դա նույն է Սուրբ Հոգին էր։ Ոնց են իրանք հակառակում, այնպես էլ դուք եք հակառակում հիմա։ Հասկացաք ինչ եմ ասում, բայց չեմ թողի մնա, ուշադրեք ասել։ Եկեք նայենք հակառակության պատճառներին։ Խստապարանոց և սրտով ու ականջով չթլպատված։ Խստապարանոց, ով կարա մեկնաբանի, ինչ է դա, խստապարանոց։ Պարանոցը ես բիզնա, լսում ես ինձ։ Խստապարանոց նշանակում է անհնազանդ, դիմադրող, մի բանը ծիծիլիարդ անգամ լսել է, ասել ես, գիտի, բայց վեճի չի։ Սուրբ Գիրքը դրան ասում է խստապարանոց։ Այսինքն, վիզը այնքան է հաստացել, ֆիզիկական չէ։ Բարով է ֆիզիկական է։ Ֆիզիկական չէ, հոգևոր առումով, լսելու առումով, վիզը այնքան է հաստացել, ինչ ասում են, ինչ գիտես, ոչ մի բան վրետ չի ազդում, ուշադրի լսիր, բացատրություն եմ ասում, դու շարունակում ես գնալ քո նույն ընթացքով, հակառակելով այն բաներին, որ քեզ ասում են, քարոզում են, կամ դու կարդում ես, կամ դու գիտես, դու հակառակում ես քո իմացածին եւ Սուրբ Գրքին եւ գնում ես քո ընթացքով։ Հասկացաք ինչ է խստապարանոցը։ Չի ընդունում, չեմ ընդունում, ինչ ես ուզում ասել։ Չեմ ընդունում։ Չեմ անում, լավ եմ անում, ինչքան ուզում ես ասա, իմ ձևը սենց է։ Եվ Ստեփանոսը շշեց։ Սրտով և ականջով չթլպատված։ Գիտեք չէ թլպատություն ինչ է։ Մի բան, որը խանգարում է հարաբերությանը։ Ոչինչ որ ասին, պետք է ասա։ Մի բան, որ խանգարում է հարաբերությանը մարդու և Աստծո միջև, էս իմաստով է գրած, բայց մենք գիտենք, որ ֆիզիկական թլպատություն կա, մուսուլմանների սունաթելու մասին է խոսքը, որ իրանք սունաթում են։ Բայց ստեղ ասում է, քո սիրտը և քո ականջը թլպատված չի, մեջտեղի խանգարող բանը կա, չի հեռանում, որ ես քո սրտի հետ հարաբերվեմ։ Մեջտեղի խանգարող բանը չի հեռանում, որ ես քո ականջի մեջ ձայնով խոսամ քո ներսում, որ դու լսես ու խստապարանոց չդառնաս և քո կյանքը փոխվի։ Եվ սրա պատճառով Ստեփանոսը առանց վախենալու ասեց, դուք հակառակում եք Սուրբ Հոգուն։ Ինչի համար, որտեղ Սուրբ Հոգին ուզում է քո հետ հարաբերվի, այսօր իր օրն է։ Մի հատ եկեք ծնունդ պատկերացրեք, մի հատ Հոբելյանին պատկերացրեք։ Կարող է իրիկունը մարդու կնիկ կրվել են, բայց այսօր երկուսից մեկի ծնունդն է, առավոտ հելել են լրնայ ուրիշ ֆոնը։ Պատկերացրեք,
հոբելյարը մտել է մի հատ հատուկ իրադրության մեջ է, իրիկուն իրար սպանում էին, բայց առավոտը քաղցես։ Ոնց ես, մի հատ պատկերացրեք, Սուրբ Հոգին միշտ ատենց, միշտ իրա դիրքում։ Հասկանում եք, եկեք այսօր մի հատ յուրահատուկ սկսենք իրան վերաբերվել։ Եկեք այսօր ասենք, Սուրբ Հոգի, ես չեմ ուզում քեզ հակառակեմ։ Ինձ կանչողը դու ես, ինձ օրհնողը դու ես, իմ կյանքը փոխողը դու ես, ինձ զորացնողը դու ես, ես չեմ ուզում քեզ հակառակել։ Սիրտս թլպատիր, ականջներս թլպատիր, ես ուզում եմ քո ձայնը լսեմ, ուզում եմ սրտիս մեջ հասկանամ քեզ, ինչ ես ասում դու, սրտիս մեջ խոսա, ականջիս մեջ խոսա, հոգուս մեջ թող քո ձայնը հնչի, լավ եմ ասում։ Ամեն հասկանալի եմ ասում։ Ես կահիք ունեմ դրա որ իմ ու Աստծո միջև մի հատ ավելի մեծ մակարդակի հարաբերություն կա։ Ես չեմ ուզում որ առակացի մեջ մի հատ սարսափելի համար կա։ Խստապարանոցության վերաբերյալ։ Ասում եմ խստապարանոց մարդը շատ ներողություն, շատ հանդիմանված մարդը, եթե իր պարանոցը խստացնի, դուք տեսաք որ դու ես խստացնում։ Չի ասում, եթե իր պարանոցը խստանա, կամ ես իմ ինչ լինի։ Ասում եթե ինքը իր պարանոցը խստացնի, մի հատ ասա հանկարծ։ Հանկարծ ասում է, կկոտելվի, կնկնի եւ էլ բժշկություն չի գտնի։ Սա Սուրբ Գիրքն է ասում։ Սիրելիներ, մենք Սուրբ Հոգու պիտի հնասանդ լինենք, ոչ թե հակառակ։ Դուք գիտեք, Սուրբ Հոգուն հակառակ է, այսքան չեմ խոսում։ Դուք գիտեք, Սուրբ Հոգուն հակառակելն է նա, որ ասենք դու չկաս։ Դուք գիտեք Սուրբ Հոգուն հակառակել մենակ է նա, որ ասենք, էլ չենք հավատում, որ Սուրբ Հոգին Աստված է կամ Սուրբ Հոգի կա կամ ինչ որ գրվածքից մի բան ասենք սխալ է, դուք կարծում եք մենակ դա է հակառակելը Սուրբ Հոգուն։ Ոչ Սուրբ Հոգու ասածը չանելը հակառակություն է Սուրբ Հոգու։ Անհնազանդություն է Սուրբ Հոգու։ Պողոս առաքյալն ասում է չմարեք Սուրբ Հոգուն, այսինքն նա մարդու մեջ կարող է մարել, նա մարելու հատկություն ունի։ Եթե դու շարունակաբար ընթացքում տևական ժամանակ չես լսում նրան թե ինչ ասում, նա մարելու է քո մեջ։ Մարել նշանակում է, որ նա չի խոսա քո հետ։ Նա չի ասի քեզ ոչ մի բան, մարել է, պրծել է, ոչ թե գոյություն չունի, այլ քո համար էլ չկա, քո ներսի համար էլ չկա, պրծել է, ոչ զգում ես, ոչ լսում ես, ոչ էլ հնազանդության կարիք կա, ապրում ես քո իմացած ընթացքով ինչպես որ ուզում ես ապրես։ Պողոս առաքյալը դա է ասում։ Ասում մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Փաստորեն մեր արարքներից հնարավոր է Սուրբ Հոգի ոնց է մարդը տրտմում, մի բան իր սրտով չի տխրում է, տրտմում է, նեղվում է, ասում է Սուրբ Հոգին էլ կտրտմի, եթե դուք շարունակաբար բացատրում եմ, իր ասածով չանեք եւ անհնազանդություններ ցույց տակ, հակառակություն ցույց տակ իրար, նա տրտմելու է, ասում է չտրտմեցնեք Աստծո Հոգուն, Աստծո Սուրբ Հոգուն։ Նա է հիմա եկել մեր հետ, ինքն է հիմա մեր հետ ապրում։ Քրիստը խոսած գործք 1:8-ից 9-ից, չէ, ասաց, որ կգան մենք կլինենք իր համար վկաներ։ Ամեն։ Եվ այդ գալուց հետո շատ ուժեղ բան ասաց, եթե լսում էիք։ Ասաց, եկավ ու իրանք այլևս նույնը չէին, իրանց կյանքը փոխվավ, դրա համար եմ ասում, չեք կարա Սուրբ գրքում գտնեք մի տեղ, որ Սուրբ Հոգին կապել են մեկին, Հիսուսը կապել են մեկին, փոխել է եւ նրանք այլևս մնացել են նույն մարդը, մնացել են նույն ձևի, դա անհնարին բան է, աշակերտները, դու սենց ասել, չէ Քրիստ, միջև այդ աշակերտները ուրիշ էին, դրանից հետո լրիվ ուրիշ եղան, այո դա այդպես է, այսօր եթե Սուրբ Հոգին հատուկ ձայնով կանչի խոսա լցնի մեզ, դու կտենաս, որ դու էլ երեկվա նման չես, դու էլ չես գովակու երեկը, դու կսկսես հիասթափվել քո երեկից, քո վերջին մի տարուց, 5 տարուց, 10 տարուց կսկսես հիասթափվել, կասես, ես ոնց եմ խաբված մնացել, ինձ թվացել է, որ ես Սուրբ Հոգու հետ այսենց եմ, բայց չէ Տեր Աստված, ես խաբված եմ եղել, ես ինչ է կատարվում, ես իմ ձայները դրել եմ քո ձայնի տեղ, իմ օգուտները դրել եմ քո տված օրհնությունների տեղ, իմ մտքերը դրել եմ քո մտքերի տեղ ու ասել եմ Սուրբ Հոգին ասեց, Սուրբ Հոգին խոսած, ես լավ եմ իր հետ, բայց Հիսուս ասեց ցույց տվեցի, հնարավոր չէ լսես ու չգնաս նրա ետևից, չկա այդպիսի բան սիրելիներ, եկեք մեզ չխաբենք, սա վերաբերում է եւ անհատական, եւ ամբողջ եկեղեցուն, եկեղեցական, այն եկեղեցին, որը չի լսում Աստծո ձայնը, եւ չի ճանաչում, նա չի գնում Աստծո հետևից։ Այն անհատը, որը չի լսում ու չի ճանաչում, նա չի գնում Աստծո հետևից։ Գիտեք,
Մի մտածի, որ տենաս լսել եմ թե չէ, հիմա ինդիկատոր եմ ասում, ինդիկատոր գիտես, չէ ինչ ասում, մի մտածի են ֆոնի վրա, որտեղ է տեղի ունենում խաբկանքը, քանի որ լսելը, ճանաչելը, իրանք իրանց մեջ անորոշություն ունեն, որ կարա քեզ խաբի, քեզ թվա, թե դու լսել ես, կամ միգուցե իրականում լսել ես, քեզ թվա, որ դու ճանաչում ես, կամ միգուցե իրականում ճանաչում ես, սրանք լավ ինդիկատորներ չեն, ինդիկատորը ցույցիչ է, գիտեք, չէ՞ որ ցույց է տալիս ինչ կա չկա։ Լավագույն ինդիկատորը քո անել չանելով որոշի։ Դու գնում ես իր հետևից, թե չէ։ Դրանից հասկացի դու իր ձայնը լսում ու ճանաչում ես, թե չէ, ոչ թե անորոշության մեջ խաբկանքի, որ տենաս լսում, չէ, երևի լսում եմ, չէ, երևի ճանաչում եմ։ Քո ֆիզիկական անելով, մարմնապես անելով որոշի, ինդիկատորը այդտեղ թող աշխատի։ Եթե գնում ես նորմալ է, եթե չէ, դու ինքդ որոշի ու հասկացի։ Մի օր շատ բաներ վերջանալու է շատերիս համար սիրելիներ, հենց երկրի վրա, ոչ թե մահանալու առումով եմ ասում, այլ երկրի վրա շատ բաներ մի օր վերջանալու է, մի օր կարող է, էլ դու չլսես ոչ մի բան, մի օր կարող է, քո համար լիքը բաներ վերջացած լի, էլ դու էլ ասես պրծավ, չգիտեմ, Աստծո մոտ էլ կա նման բան, անկեղծ եմ ասում։ Բանենք Աստվածաշնչում, որ այդ պայից այդ մարդկանց համար վերջացել, որտեղ այնքանը ասվել, այնքանը արվել, մարդը առնամարել է, չի լսել, պարանոցը խստացվել է, վերջացել է այդ մարդկանց համար ամեն ինչ։ Ամեն։ Ես ավելացում եմ։ Բայց Սուրբ Գիրքն ասում է ապաշխարության տեղ չգտա։ Դու ինչ կդնեիր Եսավի արարքի անունը։ Կարող եմ մեղմացնենք, ասենք, այսօրվա շատ մարդիկ կարող են մեղմացնել, ադե մարդ է էլի։ Հիմա տվեց այ քեզ բան։ Մեր ախպերն է։ Ադե ոչ ինչ, հիմա սխալվավ էլի։ Կամ շատ սովածել է լավ, չգիտեմ էլի, վերջը սխալվավ։ Չէ, մենք նայում ենք երևույթին, բայց Սուրբ Գիրքը Եսավի արարքյանը դնում է պոռնիկություն։ Սա է որոշում ում արարքը ինչ անուն ունի։ Դու ինչ անուն ուզում ես դի Եսավի արարքին։ Սուրբ Գիրքը Եբրայեցիս թուղթն ասում է չլինենք Եսավի նման պոռնիկ, որ մի աման ախորով իր անդրանիկությունը վաճառեց։ Դու ինչ անուն ուզում ես ասա, Սուրբ Գիրքն է ասում։ Փոխզիջումների կոմպրոմիսների գնալը, կոչումդ վաճառելը, կանչդ վաճառելը, հետևից չգնալը, ձայնին առհամարելը, դու որոշի ինչ աչասա։ Դու ուրիշ բան ես ընտրում, դրա համար Սուրբ Գիրքը հետ է դնում անունը։ Հովհաննես Մկրտիչն ասում է, Փեսան նա է, ով որ հարց ունի։ Ամեն։ Եկան ասին, ես զարմանում եմ Հովհաննես Մկրտիչ, ինչքան էլ այդ մարդու կյանքի վերջին փուլից բացասական խոսան, մեկ է Սուրբ Գիրքն իր համար ասում է, իր նման մեծ կանանցից ծնվածների մեջ չի եղել, բոլոր մարդիկ կնոջից են, չէ՞ ծանր։ Այսքան աշխարհի բոլոր մարդիկ ավելի փոքր են, քան Հովհաննես Մկրտիչը ծնվածների մեջ։ Չեմ խոսում, երկնքի մեջ ասում է ամենափոքրն իրանից մեծ է, սրա մասին չեմ խոսում։ Բայց այս մարդը վերջում մի փոքր տարակուսեց եւ կարող ենք բացասական լսել կամ խոսել իր մասին։ Բայց ես հակված եմ իր մասին դրական խոսալու։ Գիտեք, աշակերտների մեջ իրա ու Հիսուսի աշակերտների մեջ կռիվ է, լսում ես։ Ոնց որ դու ուզենաս քո ծնողի, քո վարդապետի, քո հովիվի, քո բարեկամի թասիվը պահես ու հենա վիճեցին իրար հետ ու եկել են Հովհաննես Մկրտչին ասում են Ռաբի, այն որ քո հետ է Հորդանանին դեմ։ Հենա իրանք են սկսել մկրտել։ Չէ՞ ոնց որ կաս մեկին ուզենաս բան պատմես, գիտես, լավություն ես անում, ես այսօր ասա, այս անտես եկեք գետակ դրանք։ Ռաբի, նա թեև ասում է Հիսուսը չէր մկրտում, աշակերտներն էին մկրտում, բայց ահա Հովհաննեսի պատասխանը, ով որ հարցն ունի, Փեսան ինքն է, ես չեմ Փեսան, բայց ես որպես Փեսայի բարեկամ ուրախանում եմ Փեսայի համար, նա պիտի մեծանա, ես փոքրանամ, ապշեցնող պատասխան Հովհաննես Մկրտչի կողմից, ես ու դուրն ենք կարող ասենք, հələ դրան տեսե, եկավ Հիսուսին, հա, եկավ Մկրտին հերիք չի, հələ միատել հիմա իմ ծառայություն իմ ձեռից վերցում է ինքն է մկրտություն անում։ Այո,
Հասկանում եք իրար։ Նա հասկանում էր, որ եկել ավելի մեծ է։ Սիրելիներ, նա ուշադրեք ինչ եմ ասում։ Դուք ունեք մի հատ փեսա։ Հիսուս անունով։ Դուք նրա հասն եք։ Նրանք, ովքեր ձեր կյանքում ուշադրեք լսիր, առաջինը ինձ եմ ասում, որտեղ ես հովիվ եմ, հենց ինձ եմ կպնում հիմա։ Նրանք, ովքեր կհանդգնան ձեր կյանքում գրավելու փեսայի տեղը, ինչ մտքիս եկավ էդի ասել, ասեք վիետիս գրա։ Հասկացաք ինչ եմ ասում։ Եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին և փեսան ինքն է, ուրիշ ոչ մեկը։ Եվ մենք որպես փեսայի բարեկամ, պիտի ուրախանանք, որ եկեղեցին հասկանում է, որ փեսան ինքն է։ Ոչ թե ասենք չէ եսում։ Ես, հա, փեսան ինքն է, բայց հովիվն եմ։ Ընդամենը ուրախացի ու ամեն օր ասա, Հիսուսը պիտի եկեղեցու մեջ, իմ մեջ մեծանա, ես ամեն րոպե պիտի փոքրանամ։ Քո ու իմ ասելը դա է։ Որտեղ ինչքան փոքրանաս, այդքան մեծանում ես։ Զարմանալի երկրաչափական, չգիտեմ, հոգեբանական մի հատ ինստիտուտ է աշխատում, չէ՞։ Խոնարհը թող իր բարձրությանով բարձրանա։ Գիտեք, ես վերջերս մտածում եմ, Սուրբ Հոգին ինձ բաներ ա ցույց տալիս հետոյի մասին։ Հիմա սիրտս անկեղծ կիսում եմ քո հետ։ Սուրբ Հոգին ինձ հետոյի համար բաներ ա ցույց տալիս։ Ինձ հիշեցնում է, թե ինչեր ա եղել մանավանդ այս վերջի ծառայություններին Ամերիկայում, ասում եմ, տեսար, սենց, ես գիտեք ինչ եմ ասում, անկեղծ եմ ասում, ինքը քաջալերելու համար է ինձ ցույց տալիս, բայց ես գիտեք ինչ եմ աղոթում իրան ասում։ Ես իմ մեջ տենում եմ, ինքը ինչ ինձ ցույց ա տալ, ես տենում եմ, որ ես դա չեմ հասկանում։ Ու ասում եմ, տեր, ինչ լավ է, որ ես չեմ հասկանում։ Ինչ լավ է, որ ես չեմ հասկանում, դու իմ հետ ինչ ես անում։ Որ հասկանամ կարող է խանգարեմ, որ հասկանամ կարող է հպարտանամ, որ հասկանամ կարող է մի բան խառնվի, չեմ ուզում հասկանամ։ Դու իմ կյանքում միշտ արել ես անենց ինձ սխալվել եմ, չեմ սխալվել, դու միշտ իմ յանից ես եղել։ Դու ինձ տանում ես, ես էլ հոժար եմ, համաձայն եմ, գիտես սիրտ ունեմ, գալիս եմ տեր տար։ Շատ բաներ մյուս եք իմանալ, թե ինքը ինչ անելու, խանգարեք իրան։ Ես համաձայն եմ, ինքը ինչ անի, ես չհասկանամ էլ հետ ինչ է։ Որտեղ ես վերջի ժամանակներում բաներ եղավ, մարդիկ գալիս են ուրիշ տեղերում ծառայությունների։ Ասում եմ, գիտես ինչ է լավ։ Ասում եմ, չեմ ուզում իմանալ։ Դրական, գիտես ինչ է լավը դրական։ Ասում եմ, չեմ ուզում իմանալ։ Թո սենց միամիտ հավատացյալ մնամ։ Թո սենց մնամ, չեմ ուզում։ Ինչ ուզում ես արատել, հասկացար ինչ եմ ասում, ինչ ուզում ես արատել, համաձայն եմ, պարտադիր չի ամեն ինչ իմանամ, և վերջին համարել եմ։ Իսկ նա, Ստեփանոսը, գործ 7:55, իսկ նա 54-ի մեջ, ասմա երբ որ նա խոսում էր, ասմա ատամները կրճտացնում էին իրա վրա։ Թե չերելա ձեր վրա սենց ատամ կրճտացնեն էսով, պրթելի եմ կեզ։ Էհելա, չէ որ տենում ես մարդը ատամը կրճտացնում, ուղղակի տարբերակ չունի վիզըտ կտրելով։ Հենց բարկության վերջի աստիճանն է ատամ կրճտացնելը։ Ասմա Ստեփանոսի վրա իրանց ատամները կրճտացնում էի, իսկ նա Սուրբ Հոգով լցված դեպի երկինք նայեց և Աստծո փառքը տեսավ։ Էլ հենքում չեմ ուզում անցնեմ։ Ես հարց տվեցի ինձ կարդալուց, ուզում եմ այդ հարցը տամ քեզ։ Ես գիտեմ վստահ, որ բոլորիս կյանքերում եղել են կան ու կլինեն մեր վրա ատամներ կրճտացնողներ։ Ամեն։ Ճիշտ է, չէ՞։ Հարսը կիսուրին, կիսուրը հարսին, տեքոր կնիք տալ, մարդ կնիք, երեխա, հարևան, գործի տեղ, եկեղեցում, եղբայր քուր, չէ, ամենտեղ կարող լինի, ատամներ կրճտացնող ունենաս քո վրա, քեզ չսիրեմ օրինակ։ Երեք նելի մի հատ բան հիշեցրեց ինձ, շատ եմ ասել այդ խոսքը, մի եղբայր ասում է,
Մարդիկ քեզ ամեն բան կարող ներեն, բացի քո հաջողությունը։ Հիմա, ասեմ, ով կարա ատամները կրճտացնելու ժամանակ, որ քո վրա կրճտացնում են, եւ քարեր են վերցրել, որ քեզ սպանեն, բայց դու նայում ես երկինք, ով կարա միայն այն մարդով Սուրբ Հոգով լցված է։ Իսկ նա Սուրբ Հոգով լցված մարդն է, որ ատամները, երբ որ իրան ասում վիզուտ կտրելու եմ, հայացքով խեղդում են, ատամները խեղդում են, արարքներով խեղդում են, բայց նա նայում է երկինք։ Հենց նայում է երկինք, տենում է Աստծո փառքը։ Աստծո փառքը տենող մարդը մենակ կարող ասի հայր ների իրաց չեն հասկանում։ Ուրիշ բան չես կարող ասես։ Եթե ուրիշ բաներ ենք ասում, մենք լցված չենք։ Եթե մեր վրա ատամն են կրճտացնում, մենք էլ իրանց վրա լցված չենք։ Եթե մեզ կպնում են, քարեր են վերցել, որ խփեն մեզ, և մենք դեպի երկինք չենք նայում, մենք խնդիր ունենք, որտեղ երկինք կարա նայի մենակ Սուրբ Հոգով լցված մարդը։ Գիտեք երկինք նայել ինչ է, իմ օգնությունը քեզանից է, իմ աչքերը քո վրա են առած։ Ես քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Միայն քեզ երկրային բաների հետ գործ չունեմ, մարմնավոր բաների հետ գործ չունեմ, սպասում եմ քեզ Տեր։ Նայեց երկինքը և տեսավ Աստծո փառքը։ Չես կարոտե իր փառքին։ Դավիթը այնքան էր կարոտե 63 Սաղմոսը գրելուց, գիտեք ինչ ասեց։ Ասեց ոնց որ քեզի նախկինում տեսել եմ սրբարանի մեջ, այդ այտենց եմ ուզում տենամ։ Էլ չեմ տենում։ Այտենց եմ ուզում չի երիքում, ոնց որ քեզ նախկինում տեսել եմ։ Ամեն։ Մեր ատամները կրճտացնողն էր մեր վրա։ Մենք նայում ենք երկինք։ Եվ խնդրում ենք ասում ենք Տեր մեզ Սուրբ Հոգով լցրա։ Լցրա մեզ, որ երկինք նայենք։ Միայն երկինք։ Երկրի վրա նայողը քարաման գալիս։ Երկինք նայողը ներում ու փառքաման գալիս։ Հիշի սա, կրկնում եմ։ Երկրի վրա նայողը, ներքև նայողը, դեպի երկիր նայողը քարաման գալիս, որ վերցի խփի։ Իսկ երկինք նայողը ներում ու փառք որն ենք ուզում լինենք մենք, ես և դու։ Ես անկեղծորեն հապաղում եմ երկրորդին։ Անկեղծորեն ոչինչ, որ դու դրա կարիքը չունես, ձեն չես հանում, բայց ես դրա կարիքն ունեմ։ Ես դրա կարիքն ունեմ։ Ամեն Սուրբ Հոգով լցվելու, դեպի երկինք նայելու և ատամները կրճտացնողներին ասելու, ես արձակում եմ քեզ։ Ես ներում եմ քեզ, որովհետև ես տեսնում եմ